Սորբե սարքելու համար մրգերը ոչ թե հաշվում ենք առանձին ամեն միրգը իր ֆորմուլայով, այլ մրգերը բաժանված են խմբերի։ Այսինքն ունենք ավելի մսոտ մրգեր, ունենք ավելի ջրիկ մրգեր, ու ունենք մրգեր, որոնք շատ յարկի համ ունեն, ու ունեն մրգեր, որոնք ավելի թույլ համ ունեն։ Դրա համար իրանք բաժանված են խմբերի, ամեն խմբի միրգը ունի իր տոկոսայնությունը, թե քաղցրության, շաքարավազի, թե յուղենության։ Այդտեղ մրգեր կան, որի մեջ նաև օրինակ ուզում ենք անենք ավոկադոից ջելատո, սորբե, դա պետք է հաշվի առնենք։ Հիմա, քանի որ մանգո չկար, մենք սարքենք երկու տեսակի սորբե, չորնա սմորոդինա, մեկ էլ մարակույայով։ Չնայած ընդ մանգոյի սիրապ կա, կարանք պրինցիպի ավելացնել։ Բայց ցանկալի չի։ Ինքը ոնց որ խոսում ենք, նատուրալի պրոդուկտ չի։ Այս ֆիրմայի մրգերը, պյուրեները, ինքը կա մի քանի տեսակ, որ ընդհանրապես 10% ավելացած շաքարավազ, այդ պետքա, որ ինքը երկար մնա։ Բայց մրգեր կան, որոնց մեջ շաքարավազը շատ է, իրանք տուպը վերցնում են միրգը, աղում են, սարքում են պյուրե ու վաճառում են։ Ու ինչի ես սկսեցի մարակույայից, հենց մեկը պրինցիպի մարակույան մանգոյի հետ ու չորնա սմորոդինան իրանք երկուսն էլ լիդեր համեր ունեն, բայց մարակույայի գույնը ու սրա գույնը սրանք խանգարի, բայց մարակույան սրան չի խանգարի, այսինքն եթե սրանից հետո անեինք ինքը ավելի ռոզվի կլորներ։ Տեսեք, իմ մոտ ռեցեպտով գրած է 400 գրամ մանգոյի պյուրե, 100 գրամ մարակույային, բայց ես ավելացրեցի 200 գրամ։ Ինչու՞։ Ինքը սիրոպ է, իր մեջ շաքարավազ կա, եթե շատ շաքարավազ տամ, մեր սորբեն ուղղակի չի սառի։ Հիմա մենք այս ամեն ինչը որ խառնենք իրար, ստանալու ենք 1 կիլո մասը, բայց 1 կիլոն իր համար շատ քիչ է։ Այսինքն եթե պրոդուկտը մեջի քիչ է, ինքը շուտ կսառացնի ու կդառնա սառոց։ Հիմա դու 600 գրամ ջուր ավելացրա ու եւս 100 գրամ մարակույայի պյուրե։ 150 գրամ շաքարավազ, ստաբիլիզատոր։ Եթե մեր մրգերի մեջ կա թթու մրգեր, սորբետի համար, չենք ավելացնում լիմոնի աղ կամ լիմոնի ֆրեշ։ Եթե մրգեր կան, ովքեր քաղցր են ու այլ պրոդուկտ չունենք իրեն ավելացնելու միրգ, տալիս ենք մի փոքր լիմոնի աղ կամ լիմոնի ֆրեշ, ինքը ավելի յարկի է սարքում։ Օրինակ հենց ելակը ինքը նեյտրալ է, չէ՞, սատ բան չի։ Մալինայի նման յարկի չի։ Մալինային պետք չի, ելակի հետ մի քիչ լիմոնի ֆրեշ ենք ավելացնում, ինքը իր համերը ավելի յարկի է սարքում։ 4 գրամ ստաբիլիզատոր։ $500 գրամ դրանից ընտրում ենք սորբետը, շաքարավազ 250 գրամ, մի րոպե, կրկնակի ենք, չէ, ուզում անենք, դրա համար բոլորն ենք ավելացնում, թող լինի 1 կիլո, շաքարավազ ավելացրա 500 անում, բայց կրկնակի դեպքում շաքարավազը մի քիչ իջնում է, որ իր հզորությունը շատ բան չանի, 450 է, հա։ Ինքը միշտ որ կարպիջանի մեջից դուրս է գալի, ինքը միշտ այս վիճակում ամենակարևորը թե ինքը իրան ոնց կպահի վիտրինայում կամ պահպանելուց 18 աստիճանից հետո։ Բայց որ ունենք էլաստիկություն, այդ արդեն լավ է։ Ու պլյուս ինչի մասին որ ասում էի, որ նայում ենք իր գույնին, մեծ տպավորություն է, որ մեջը ունենք սերուցքային ինչ-որ բան։ Այդ սրա մասին էի ասում, բայց ինքը ջրի ասնովայի վրա է։ Ձեր սիրած բանն է։